Աստծո պատգամը, Աստծո հրավերը սա է, հաշտվեցեք Աստծո հետ, ապաշխարեցեք, դարձեք դեպի Աստված, մոտեցել է երկնքի արքայությունը ձեզ, սա Աստծո հրավերն է, սա Աստծո կոչն է, հետագայում Հիսուս Քրիստոս, երբ որ այս աշխարհից բարձրանում էր, նա պատվեր տվեց եւ ասեց, այս հրավերը, այս ավետարանը կտանեք ամբողջ ազգերին, ամեն մարդկանց, որ իմանան այս բարի լուրի մասին։ Տեսնում ենք առաքյալները դուրս եկան եւ գնացին աշխարհի մինչեւ ծայրերը։ Իհարկե, այստեղ այս պատմության մեջ տեսնում ենք, որ նրա ծառաներից շատերին ինչ արեցին, ծեծեցին եւ սպանեցին։ Պատմության մեջ բազմաթիվ անգամներ Աստծո ծառաները սպանվել են, մահացել են սիրներ, ավետարանի գործի համար։ Այսօրվա մեր ժամանակների մեջ էլ շատ Աստծո գործիչներ կան, որոնք ձերբակալված են։ Այսօր շատերը չարչարվում են Հիսուսի համար։ Շատերը ավետարանը տարել են ազգերին եւ նրանց սպանել են սիրներ։ Փառք Տիրոջը, որ մենք քրիստոնեության մեջ ենք ծնվել, աշխարհ եկել։ Մեզ բերել են ավետարանը, ու մենք հրավերը ընդունել ենք։ Փառք լինի Տիրոջ անվանը։ Հալելույա։ Իսկ ինչ է ավետարանը, սիրներ։ Ավետարանը դա Աստծո փրկությունն է մարդկանց համար, Աստծո փրկության գրավականն է մեզ համար, Աստծո փրկության երաշխիքն է մեզ համար։ Աստծո խոսքն ասում է ավետարանը Աստծո զորությունն է, որը ունակ է փրկելու ամեն հավատացողին։ Ավետարանը Աստծո կենդանի խոսքն է, սիրներ։ Ավետարանը Աստծո փառավոր լույսն է։ Եվ Սուրբ Գիրքը մի բան է ասում, որ այս աշխարհի Աստվածը սատանան կուրացրել է այս աշխարհի մարդկանց սրտերը, աչքերը, որպեսզի այդ փառավոր ավետարանը չծագի իրանց սրտերի մեջ։ Բայց փառք լինի Տիրոջ անվանը, որ նա ինչ արեց, ասում է, երբ որ Աստված ասեց լույս լինի, նա ծագեցրեց այդ լույսը մեր սրտերի մեջ, որպեսզի մենք տեսնենք Հիսուս Քրիստոսի եւ նրա փառավոր ավետարանը։ Փառք լինի Տիրոջ անվանը։ Հալելույա։ Առաջինը, որ մենք տեսնում ենք այս առակի մեջ, կային հրավիրված մարդիկ։ 3 տեսակի մարդիկ կային. հրավիրվածներ, կանչվածներ եւ հետո մերժվածներ։ Առաջինը հրավիրվածներն էին եւ հարց է ծագում, ովքեր էին առաջի հրավիրվածները։ Մի բան ենք հասկանում այս առակից, որ թագավորը ուներ մտերիմներ, ինչպես այսօր էլ չէ, մենք չենք գնա ուրիշին կանչենք, փողոցից կանչենք մեր հարսանիքներին։ Մենք մեր մտերիմներին ենք սկզբից կանչում։ Բայց Գիրքը ասում է այս մտերիմները ինչ արեցին, հրաժարվեցին, մերժեցին։ Մտերիմները ովքեր էին, սիրներ։ Հրեա ազգն էր առաջինը, որ Աստված նրանց ընտրեց, որոշեց իրեն սեփական ժողովուրդ լինելու, ցավոք սրտի Աստծո խոսքն ասում է, Պողոս առաքյալն ասում է, նրանք Աստծո որդուն մերժեցին։ Եթե իմանային ով է նա, որին մերժեցին, ասում է, փառքի Տիրոջը խաչը չէին հանի։ Եթե այս աշխարհի իշխանները, մարդիկ իմանային ում են մերժում, սերներ, եւ նրանց մերժվելը իրանց վրա ճակատագրական եղավ եւ ասում է Աստված էլ նրանց մերժեց ժամանակավորապես։ Ինչի համար, որպեսզի հեթանոսների համար, մնացած ազգերի համար դուր բացվի։ Սկզբից Աստված կանչեց նրանք չեկան այդ հարսանիքին։ Եվ Աստծո խոսքն ասում է նրանք այսպես որոշեցին։ Իհարկե սա վերաբերվում է այսօր նույնպես մնացածներին, ով որ մերժում է ավետարանի խոսքը, ասում են նրանք ասեցին մեզ հրաժարված համարիր։ Այս առակի մեջ այսպես է գրված, նրանք անհոգ գտնվելով գնացին մեկը իր արտին, մեկը իր առևտուրին եւ առհամարեցին այն հրավերը, որ թագավորը իրենց ուղարկել էր։ Այսօր աշխարհի իրականությունում սա տեղի ունենում, սիրելիներ։ Աստված իր փառավոր ավետարանը ուղարկում է եւ ասում է եկեք իմ որդու հարսանիքը, պատրաստված է ամեն բան, դուք ընդունված եք, ես ձեզ հրավիրում եմ, բայց մարդ արարածը սիրներ տարբեր պատճառաբանություններով կարող է հրաժարվել նրա հրավերից։ Տեսնում ենք, որ մարդը ինչքան մերժում է ավետարանը,
այնքան ավելի խավարի մեջ է հայտնվում սեներ։ Աստծո խոսքն ասում է, որ մարդիկ Աստծուն չուզեցին իրանց գիտության մեջ, իրանց կյանքի մեջ ունենալ, ընդունել, դրա համար նրանց վրա եկավ մոլորության ոգի։ Աստծո խոսքն ասում է, մարդիկ Աստծո սերը մերժեցին եւ ինչի հայտնվեցին սեներ։ Ինչ տեղի ունեցավ մարդու հետ։ Ասում է, նրանք անեղծ Աստծո փառքը փոխեցին եւ երկրպագեցին եղծանելի բաներին։ Այսօր այդ իրականությունը տեսնում ենք մենք, որ մարդը դարձել է մարդապաշտ, նյութապաշտ, կռապաշտ եւ շատ ազգեր ու լեզուներ հեթանոսներ են մնացել ավետարանը մերժելով։ Շատերը սերներ պատմությունն ասում է, որ քրիստոնեությունը երբ որ եկավ աշխարհ առաջի դարում, շատերը մերժեցին եւ հետո եկավ իսլամը 6-րդ դարում եւ շատերը ինչ արեցին, ընդունեցին այդ կեղծ սուտ կրոնը սերներ։ Մենք տեսնում ենք մի քանի հարյուրամյակ առաջ նորից եկավ մի սուտ կրոն, որը կոչվում էր աթեիզմ։ Եվ նորից մարդիկ դրան ընդունեցին։ Ինչ է դառնում սեներ, Աստծո հավիտենական ավետարանը մերժվում է եւ մարդը իրեն համար սուտ աստվածներ է հնարում եւ դրանց է երկրպագում։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ մարդիկ այս պատճառաբանումներով մերժում են Աստծո հրավերը։ Սա նման է Նոյի օրերին։ Աստծո խոսքն ասում է, Նոյի օրերը նորից կգան, մի քարոզիչ այդպես ասում է։ Նորից մենք տեսնում ենք այս իրականությունը, որ մարդիկ երկրային, ժամանակավոր վայելքները, չգիտեմ, մարմնի ցանկությունների հետևից գնալով, տարբեր տեսակի բաներին տրվելով, մերժում են Աստծո ընթրիքի հրավերը սերներ, մերժում են Աստծո որդուն։ Եվ ինչ պիտի տեղի ունենա այդ մարդկանց հետ, բնական է Աստված էլ կմերժի նրանց։ Որտեղ կհայտնվեն նրանք Քրիստոսի երկրորդ գալուստից հետո, իհարկե դուրսը, ինչպես որ այս առակի վերջում ինչպես որ գրված է։ Իհարկե այստեղ հարց է առաջանում, ում է կանչում Աստված, կամ ով կլինի փրկված։ Աստված ինքը սուվերեն Աստված է, նա շատերը այսպես են ասում, եթե նա ասել է, որ այս մարդը կփրկվի, եթե նախասահմանված է, որովհետև գիրքը ասում է, ում որ նախասահմանվեց, նրանց կանչեց, նրանց արդարացրեց, նրանց փառավոր դարձրեց, ուրեմն այդ մարդիկ կլինեն կանչված, ընտրված, իսկ մյուսները ինչ կլինեն, կկորչեն, բայց այսպես չի սերներ։ Գիրքը ասում է, նա ում ողորմում է, ում գտում է, իսկ խստացրեց փարավոնի սիրտը եւ նրան մերժեց, բայց սա այսպես չէ, որովհետեւ մարդը ինքն է իր ընտրությունը հաստատում։ Եվ դրա համար Պետրոս առաքյալը այսպես է ասում. դուք ձեր կոչումը, կանչվածությունը եւ ընտրությունը ինչ արեք, հաստատուն արեք։ Մենք պետք է ինչ անենք, մեր ընտրությունը եւ կանչվածությունը ամուր բռնենք։